поздравить всех ереванцев и гостей столицы, наших коллег, наших уважаемых партнеров. У нас город великий, большой. Он имеет большую историю, об этом говорить я сейчас не буду. Я его очень люблю. И я хочу, чтобы наши все гости, которые приезжают в Ереван, все были рады тому, что они посетили Ереван. Они получили такой прием. Պետք ժպտաս քաղաքին, ինչքան էլ պրոբլեմ լինի քու մոտ, անձնական, դուրս եկար Թումանյան փողոց, Ալավերդյան, Բայրոնի փողոց, ժպտացիր քաղաքին, ինքը ժպտալու է, ինքը քեզ այդ լավինա տանելու, եթե պրոբլեմ կա, այդ պրոբլեմը լուծվելու է, կամա թե ակամա դու մտածում ես կա այդ պրոբլեմը չլուծվողը, ոչ, ինձ համար Երևանը ամենա գեղեցիկ քաղաքներից մեկն է, շատ գեղեցիկ քաղաքներ կան, անկեղծ ասեմ, անեն չի որ մենակ Երևանն է, դա սուտ է, բայց ես իմ Երևանի աշունը, գարունը, ձմեռը ու ամառը ոչ մի բան էլ չեմ փոխի, ես չգիտեմ աշխարհում այդ բոլոր քաղաքներ ունեն, բայց Երևանից էներգիան ոչ մեկ չունի։ Հիմա ես ասում եմ ու մի քիչ ուզվում եմ այդ տաքությունը, էներգիան, այդ ջերմությունը, այդ սերը, այդ լուսավորը, այդ անկեղծությունը, այդ տղամարդկությունը, այդ համեստությունը, այդ կրթությունը չունի։ Ես հպարտ եմ, երջանիկ եմ, որ ես ապրում եմ ամենաֆանտաստիկ քաղաքներից մեկում, որի անունն է Երևան։ Երկինքը մովը, կանաչը սովը, Վարդ քաղաքի սիրում եմ հովը, անուշը զովը, վարդ գարունքի դրինիդուրով է, օ իմ սրտում մի թան կանոն է, Ոսկի կարավան Շովաճամպիս պայցա Ցած եմ, որ այսօր ես ներկա գտնվեցի լինելով այս գեղեցիկ միջոցառմանը և մասնակցում են հիանալի երաժիշտներ, որտև այս էլ է Երևանի պլանկա էլի Շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ, որ ներկա գտնվեցի և պատրաստ եմ ներկա գտնվեմ MIS-ի հետ միասին միշտ պատրաստ եմ մեր սիրելի քաղաքի տոնին մասնակից Ցանկացած քաղաք ունի իր թաքնված ձայնը, իր թաքնված երգը, իր թաքնված կերպարները, որոնք կենթանացնում են Երևան քաղաքը։ Եվ տվյալ պահին այո, պիտի եւս մեկ անգամ ասեմ, որ Երևան քաղաքը ինձ համար շատ արդեն բազմակերպարային է, որովհետև քիչ առաջ ես լսում էի Էրեբունի Երևան Էդգար Հովհաննիսյանի եւ տեսա յուրաքանչյուր թուփ եւ վարդ, տեսա քար եւ խաչքար, տեսա արև ու մանուկ, տեսա ծեր եւ երիտասարդ, ինձ համար կենթանություն է Երևանը, իմ ծնողներն են, իմ երգն է, մեր բոլորիս օրանն է,
առանց որի ես չեմ կարող պատկերացնել մոլորակը։ Երևանը կարևոր քաղաք է մոլորակում, եւ ես կուզեմ, որ ամբողջ աշխարհը ոչ միայն որպես հյուր գա, այլ նաեւ ապրի ու լսի եւ շոշափի այն ամենը, ինչ փայփայում ենք մենք, եւ մեզ հետ միասին, մեզ հետ մեկտեղ կարողանա գրկել Երևանը, գնահատել եւ տանել իր հետ մի փոքրիկ Երևան։ Սա ինձ համար Երևանը։ Уже доброй традиции, и это, я думаю, приятно не только как партнерам мэрии Еревана, но и жителям города Еревана, что Дом Москвы в Ереване активно задействован в праздничных мероприятиях, посвященных Дню города Еревана, потому что Дом Москвы в Ереване является частью Еревана, как в архитектурном смысле, так и в содержательном смысле. Так что сегодняшний концерт один из ярких показателей вот этого творческого сотрудничества и присутствия Дома Москвы в Ереване, и в том числе и на праздничные дни. А сегодняшний концерт, конечно же, прошел успешно, и я сам занимался, и показали зрители свои реакции, что концерт был высокопрофессиональным и, конечно же, душевным. Очень благодарны руководству Дома Москвы за подготовку такого чудесного концерта. В принципе, нужно отметить, что всегда здесь концерты проходят на очень высоком уровне, привлекаются к участию исполнители, виртуозы, которыми хочется восхищаться, наслаждаться. На них приятно смотреть, их приятно слушать. И главное, что это очень высокое мастерство. Сегодня здесь торжествует такая обстановка, очень теплая, душевная. Праздничное настроение буквально передается друг от друга. Со сцены артисты передали свою неимоверно сильную энергетику. Наверное, последняя песня, которая исполнялась, посвященная городу, наполнила слезами у всех глаза. Сердца переполняют чувство радости, гордости. Естественно, всех искренне поздравляем.